Գլխից մաստրվել ինքը հարգիզում է անելու հանրապետության հրապարակում։ Ինձ հետ մի տղա կար, որը Ամերիկայից էր եկել 15 օրեր, միասին եկել ենք Քանաքեր Զեյթունի ոստիկանությունից այստեղ։ Իրար հետ մտել ենք, որ դու կանգնած եք մենք Քանաքերում ուրիշ մարդ կար։ Չեմ տեսել։ Ես կոնկրետ մի քննիչի մոտ էի, այս տղան մյուս քննիչի մոտ էր։ Օքեշեն նեղացրել։ Քեզ նեղացրել ինչ ինչի են բերել, ինչ են Ինձ բացառությամբ հատուկ են ոստիկանների, որը հենց հիմա գտնում է Խորենացի փողոցում ոմն Գագիկա օֆիցեր, որը ինձ հետ անվայել ձևով իրան պահեց, ճիշտ է, ձեռք չբարձրացրեց, հայ հոյանքով խոսեց, ես իրան ասաց։ Տեսնես կճանաչես։ Մամս սուսում Ալո։ Էդ էր, որ ես կարող եմ ասել մեր ոստիկանները զուտ մենակ վատ վարվեցին, այնտեղ կային ոստիկաններ, որոնք շատ լավ վարվեցին, անգամ սուրճ ուրացրեցին Քանաքեր Զեյթուն ոստիկանություն։ Ձեզ 3 գիշերն է Խորենացի փողոցից։ Ոչ, ինձ տարել են այսօր առավոտյան ժամը 11-ին, բայց չգիտես ինչի 3 ժամից ավել պետք է պահեցին այսքան, ֆիքսեցին ժամը 12:10, որ ես ոստիկանություն եմ մտել։ Ձեզ որտեղից են տարել։ Խորենացի փողոցից մեքենան սխալ կայանելու համար իրանց մեքենան խանգարում էր։ Կարող եք նայել ուղիղ ելնել։ Մենք ուզում ենք դու այդ մեքենան հեռացնես, ասում բացատրի ինչի ես ուզում, ես տենց եմ ուզում, ասում դու ուզում ես, ես չեմ ուզում։ Բոլորը թող հեռացնեն, ես էլ հեռացնեմ։ Պիտի հավասարություն լինի այս երկրում, թե չէ։ Ինձ սենց։ Բայց այս երկրում չի եղել հավասարություն։ Մեքենայում էլ ոնց որ հանցագործի են տեղափոխում, փակ ռեշոտկայով դուռը։ Որի երկու խուց կար այդ մեքենայի մեջ, կողքը երկու տղաներ էին, այս կողմը ես էի նստած։ Անգամ ջուր ես ուզում, ջուր չեն տալիս են տղաները, ճիշտ է, ինձ տվեցին, չեմ կարա հերքեմ։ Վիրավորել են, նվաստացվել են, չգիտեմ, ներողություն հայոյել են։ Ոստիկաններից մեկը մենակ կանչեց ասեց։ Դղվածքը տվել են, հացը տվել են։ Չեմ կարող լավ են վերաբերվել։ Մենակ ոստիկաններից մեկը կանչեց, ասեց դու այս ինչի բարեկամը, չէ՞ չեմ ուզում կները կանուններ տալ, ասեցի հա բարեկամն եմ, բայց չես սամաչում, դու աղջիկ ես, թե տղա, ասի տեսողության այդ խնդիր ունես, չես տեսնում աղջիկ եմ, թե տղա, բա ոնց որ դու ունես, ասի տոնը չբարձրացնես ինձ հետ խոսալուց, ինքը ֆրած ինձ պատասխանեց, ասեց աղջիկ հալով չես սամաչում, ոստիկաններին քֆուրներ ես տալիս, ասի դու կարաս ապացուցես, որ ես տենց բան եմ արել, սա կամերաները ֆիքսել են ինձ ոնց են տարել, ես ոնց եմ արտահայտվել ոստիկանների հասցեին կամ խոսացել։ Ես կպարզեմ, անցավ 10 րոպե, եկա ոնց ես Ազիզ ջան, ոնց ես Տաթևիկ ջան, երևի պարզել էր արդեն, որ նման բան չի եղել։ Իսկ այստեղ ներսում ձեզ հետ ովքեր կային, եթե տեսել եք, եթե միասին եք տեսել եք, մի տղան ա եղել հետս, որ եկել ենք, ինք Ամերիկայի քաղաքացի 15 օր եկել էր այստեղ ու բերել էին։ Իրան եւս ձեր հետ Խորենացի փողոցից բերման էին ենթարկել։ Իրանք մեքենայի մեջ էին արդեն առավոտյան ժամը 8-ից ինձ ասեցին մեքենայի մեջ ենք, ես ժամը 11-ից։ Իսկ այստեղ ներսում ոստիկանների կողմից վերաբերմունքը ձեր նկատմամբ ինչպես ա եղել կամ չեն ներկայացել ինձ շատ լավ։ Ինձ շատ լավ են վերաբերվել, հա, չեմ կարա շղթեմ։ Ունենք լավ ոստիկաններ, ունենք վատ ոստիկաններ։ Լավ, իսկ հիմնավորումը ներողություն եմ խնդրում Այրիկ ջան, հեսա վերջացնենք։ Հիմնավորումը այն էր, որ Խորենացի փողոցի այդ հատվածում ձեզ չէին թույլատրում մեքենաներ կայանել։ Խանութին հարակից տարածք էր, որտեղ մեքենաների կայանելու տեղ կար։ Այդ տարածքում չէին ուզում, որ իմ մեքենան կանգներ, չգիտես ինչ երեկվանից ֆիքսված էին իմ ուղղությամբ, հենց այդ նույն ոստիկանը, որը մյուսներին ասում էր նայեք դեմքը, հիշեք դեմքը, ու այսօր եկավ ու այսինքն հանրահավաքներին նախորդ օրերին մասնակցել եւ մասնակցել եմ, առաջին անգամ եք ձեզ բերման առաջին նախորդ օրերին, առաջին անգամ։ Ձեր անուն ազգանունը, հա? Տաթևիկ Ադիլյան։ Տաթևիկ Ադիլյան, 11-ին են բերման ենթարկել։ 11-ին բերման են ենթարկել, բայց ժամը ֆիքսել են փաստաթղթերի մեջ 12:10։ Դա ինքնին ասել Մի թուղթն էլ պատրեցի գրած էր բերման են ենթարկել ապօրինի զենզինամթեր պահելու կասկածանքով ջոյեցի ասի ինչի ես ջոյ ասի լավ եմ անում։ Այսինքն ձեզ մոտ ապօրինի զենզին։ Հա, անգամ խուզարկեցին, ստուգեցին։ Դուք տեսնում եք, որ օրենք չի գործում մեր հանրապետությունում։ Համոզվում եք կրկին անգամ։ Ես կրկին անգամ այսօր այո, ես Ադիլյան Տաթևիկի մայր եմ, Գինոսյան Հասմիկն եմ։ Ես պատամամբ ուղիղ եթերում տեսա, որ աղջիկը մեր մեքենան է, ասում եմ, սա իմ աղջիկը մեքենան է, ոնց, քարշակի վրա, ինչի համար, ու մեկ է տեսնում եմ, որ այնտեղ ասում է, որ ասել են, որ մեքենան հանեք, մի կայանատեղ, այստեղ մի կայանատեղ եք, լրագրողն ասեց, որ աղջիկը հրաժարվել է պատճառաբաներով, որ այստեղ ինչի պիտի մյուս մեքենաները կայանեն, իմ մեքենան ոչ։ Ինչի պիտի մյուսները կանգնեն։ Ինչ առավելություն ունեն նրան։ Նրանց արյունը կարմիր է, իմը ոչ, թե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ես ոչ։ Ինչ տարբերություն, երբ պետք է լինի վերջապես Հայաստանում հավասարություն։
Ես ուզում եմ հասկանալ, եթե դեմոկրատիա է, մենք ունենք խոսելու իրավունք, ճիշտ է, ձայնի իրավունք։ Տիկին ջան, տեսեք, ասեցիք, որ ձեր աղջկան բերման ենթարկելու մասին տեղեկացել եք լրատվամիջոցների Անպայման լրատվամիջոցներից։ Ոստիկանությունից ձեր չեն զանգել կամ ձեր Մեզ աղջկան ոչ մեկ չի զանգել, բացարձակապես մեզ ոչ մեկ չի զանգել։ Ես այդ ամեն ինչը տեսնելուց հետո եկել եմ Շինգավիթի ոստիկանություն, խնդրեցի երթապամիլիցիոներին, ասեցի, որ ձեր մոտ ինչ-որ աղջիկներ են բերել, նոր իմ աղջկան են բերել ու բացատրեցի, թե ինչի համար աննազգանուն ասեցի, ինքը հերքեց, ասեց մեր մոտ նման մարդ չկա։ Գուցե ես չեմ հերքում։ Գուցե այդ պահին իմ աղջիկը իրանց մոտ չի եղել, գուցե եւ։ Հետո մենք գնացինք ամուսնուս հետ Խորենացի փողոց, ես մոտեցա հավաքված ոստիկաններին, մի քիչ ձայնս բարձրացրեցի, մի քիչ բորբոքվեցի։ Մի խոսքով, այնտեղ նույնիսկ լրագրողներին նկարեցի, ես ասեցի ինչ որ պետք էր, ավելորդ ոչ մի բառ, գուցե եւ վիրավորել եմ մեր նախագահին, մեր ղեկավարներին, գուցե եւ վրդովված եմ եղել, բայց ամենայն դեպս ես ոչ մի ավելորդ բառ չեմ ասել, ինչ ասել եմ տեղին եմ ասել, ճիշտ եմ ասել, իրանք մեզ չեն կարող արգելել, որ մենք չգնանք այնտեղ մասնակցենք այդ հանրահավաքին։ Սաստածռերի տղաները մեր հերոսներն են, մեր ազգի հերոսներն են, մենք գնալու ենք իրանց համար։ Ես կոնկրետ գնալու եմ։ Ուզում է ինձ կախախան հանեն հանրապետության հրապարակում, ես գնալու եմ։ Ես այնտեղ մոտեցա, կներեք ինձ, մոտեցա պարոն Օսիպյաններ այնտեղ, պարոն Հովանեսյան կար, ես չեմ անում, գնդապետներ թե փոխգնդապետեր թողների ինձ որ սխալ եմ ասում, իրա կոչումը գուցե մի քիչ դեղված ու զայրացած եմ։ Իրանք շատ ջեմ, շատ սիրալիր, տեսան, որ ես այտենց վրդոված, մի քիչ սկզբում լրագրողների ինձ նկարեցին, դրանից հետո իհարկե Աշոտ Կարապետյանը շատ սիրալիր մի հոյակապ մարդ էր, մեր փոխոստիկանապետը, շատ շնորհակալ եմ ես իրանից առավել եւս, որ ինքը ասեց տիկին հանգստացեք, ես ոչ, այո, մենք որ իրան դիմեցինք, մինչև այդ շատ գրեհիկ ձևով մեզ պատասխանեցին, շատ գրեհիկ ձևով չեն զանգում տան անդամներին, չեն զանգել բոլորին չեն զանգել, մենք ուղիղ եթերում, մեզ ոչ մեկ չի զանգել, սուտ են ասում, ոչ մի հեռախոսազանգ մեզ չի եկել։ Բա հիմա ասում եք մենք տեսել ենք ուղիղ եթերում, ինձ հարևանս ասում է ձեր մեքենան դրեցին, բարձեցին քարշակի վրա տարան, բաթիվիկներ, ասում ոնց, հետ եմ տալիս կադրը, կներեք, հետ եմ տալիս կադրը, տեսնեմ դա իմ աղջիկն է, ոնց ասում։ Այ քեզ բա, ինչ են կարի, հանցագործություն, ինչ են կարի, ես ուզեմ մանամ, պատճառը ինչ է, ընդհանրապես, իրավունք ունես դու գնաս մասնակցես հանրահավաքի, առավել եւս երբ որ ամբողջ Հայաստանի մեծամասնությունն է մասնակցում։ Ու դեմ եմ ես իսկ կառավարությանը չեմ ուզում։ Ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարներ են։ Երբ որ եկած Ես ես մի հատ խնդրանք կներեք ինձ մի հատ խնդրանք, խնդրում եմ չմոնտաժեք, ինչ ես ասում եմ հիմա, ես ես շատ եմ խնդրում, որովհետև ես մի քիչ մեր հեռուստաընկերություններին չեմ վստահ։ Ներողություն եմ խնդրում ձեզ։ Պատասխանեք։ Երբ որ տեղեկացաք, որ արդեն Կաթերի Շենգավիթ Եկանք էստեղ թողեցին, ամուսինս բարձրացավ։ Եկանք էստեղ, ձեզ թույլ տվեցին մտնել տեսակ։ Մեզ թույլ տվեցին, այո, ամուսինս ասեց։ Հեսա ծնողներդ կգան, ասեցի, բա հետո ինչն էր պատճառը, ինձ 3 ժամից ավել իրավունք չունեիք բայլու, ինչի բերեցիք էստեղ հասցրեցիք։ Ասեց կգնանք բաժնում կխոսենք, անգամ հեռախոսս վերցրել էին ձեռքիցս, որ իրավունքը չունեին, անջատեցին հեռախոսս, չէին թողնում ոչ մեկի հետ կապ հաստատեին, կգնանք բաժին կսանգես, ես անգամ ֆիքսեցին իմ հեռախոսի ակումուլյատորի մարկան, բան ես չգիտեմ երևի ձայնագրումներ, լսումների համար, ասացի հեռախոսել ոչինչ շուտով կփոխեմ, որ դա չկարողանաք անեք։ Վարչական տուգանքի ձեզ ենթարկել ոչ մի բան, ստորագրությամբ, Ինչի համար երկրից չբացակայել ստորագրել եմ, որ չունեմ զենք զինամթերք, բերման պատճառը էս է եղել, սրա համար Ես ստորագրել որ հանրահավաքի չմասնակցել։ Ոչ, ես ասեցի, ինձ թողեք էլ ես ստերից գնալու եմ հանրահավաքի։